Մասնակցեք Բաքվում իրականացվող կեղծ դատավարություններին։ Մարտի 14-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց ակցիա են կազմակերպել Ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մանեթ Հանդիլյանի գլխավորությամբ։ Նրանք պահանջել են ՄԱԿ-ից ներկայացվածություն ունենալ Բաքվի բանտում իրականացվող կեղծ դատավարություններին, որտեղ արդեն ավելի քան 5 անգամ դատավարություն է տեղի ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ։ Նրանց առաջադրվել են մի շարք մեղադրանքներ եւ ըստ իրավապաշտպանների այդ մեղադրանքների հանգուցալուծումը ցմահ ազատազրկումն է լինելու։ Երբ որ ասում ենք ՄԱԿ, եկենք հասկանանք աշխարհի բոլոր երկրներ, նրանք նայում են, թե ինչպես է հայ ժողովուրդը վերաբերվում այնտեղ պատանդարված հայրենիներին։ Արդյոք գնում է նրանց հետևից, թե թքած ունի, մոռացել է, ձվածեղ է անում, հեծանիվ է քշում։ Ամոթ կլինի մեզ, եթե այնտեղ մի հայ գերի մնա։ Պատմությունը, մեր սերունդները մեզ սա չեն ներելու։ Սա վերքաղաքական, վերկուսակցական օրակարգ է։ Ես ձեզ խոստանում եմ, որ վաղը ձեր երեխաներն ասելու են, բա եթե մեզ գերի վերցնեին, սիրելի ծնողներ, դուք ինչ էիք անելու։ Չեք գտնի պատմության մեջ գետ մի դեպք, երբ հայ ազգը եղել է ագրեսոր, երբ հայ ազգը չի ունեցել հանդուրժողականություն, թե այլակրոնության, թե այլ ազգերի նկատմամբ։ Տեսեք ինչ է ասում Գերմանիայի արտգործնախարարը բնութագրելով երեկվա այդ խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնության մասին, ասելով, որ Հայաստանը գնացել է համարձակ զիջումների։ Ահա բանալին այսօրվա իշխանավարողի, վարչապետի այն դուխով կեպկայի, դուխով համարձակը։ Ահա ինչ է կարող նա անել այդ համարձակությամբ, միայն զիջումներ եւ զիջումներ, որոնք չեն բխում մեր շահերից։ 21-րդ դարում աշխարհում խաղաղության եւ անվտանգության համար ստեղծված կառույցը ուղղակի չի կարողանում կամ չի անում այն քայլերը, որոնք անհրաժեշտ են իր իսկ կանոնադրական նպատակների, իր իսկ կանոնադրական սկզբունքների, հիմնարար սկզբունքների պաշտպանության համար։ Սա համատարած է աշխարհում եւ կարծում եմ, որ կհամաձայնեք ինձ հետ։ Հիշեցնենք, որ մարտի 1-ին Ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մանեթ Հանդիլյանի գլխավորությամբ ակցիա էր կազմակերպվել Ազատության հրապարակում, հացադուլ են հայտարարել կուսակցության ևս 2 անդամ, նստածույց կատարել այնտեղ եւ պահանջել, որպեսզի Ռուբեն Վարդանյանը դադարեցնի հացադուլը Բաքվի բանտում։ 2 օր առաջ մարտի 12-ին Մանեթ Հանդիլյանը դադարեցրել է իր ընկերների հետ նստածույց հացադուլը Ազատության հրապարակում, իսկ 3 մարտի 13-ին Ռուբեն Վարդանյանն է դադարեցրել իր հացադուլը Բաքվի բանտում։ Տեղեկացնեմ, որ մամուլի ասուլիսի ժամանակ մարտի 12-ին Մանեթ Հանդիլյանը հայտարարեց, որ ակտիվ գործողությունների փուլ են անցնում եւ նրանք չեն դադարելու իրենց գործունեությունը, մինչեւ որ հայ գերիները վերադառնան Հայաստան։